Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց ու կանանց հավաքականները Երևանում վերջին մարզումներն են անցկացնում։ Նրանք ապրիլի 20-ից 26-ը բրազիլական Foz dos Iguaçu քաղաքում մասնակցելու են աշխարհի գավաթին։ Ելույթ են ունենալու Անուշ Գրիգորյանը, Էլիդա Քոչարյանը, Ռուդոլֆ Կարբոյանը, Ժիրայ Սարգսյանը, Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը, Արարատ Հարությունյանը, Նարեկ Մանասյանը և Դավիթ Չալոյանը։ Բռնցքամարտիկները մրցաշարին սկսել են պատրաստվել Ծաղկաձորում, որտեղ հիմնականում ուշադրություն են դարձրել ընդհանուր և ֆիզիկական վիճակին, իսկ վերջին փուլում աշխատել տեխնիկա-տակտիկական որակների վրա։ Երեք փուլերով է բաղկացած այս աշխարհի գավաթի առաջնությունը։ Մենք մասնակցենք այս առաջինին, 1/8 մրմունները և նոր Չինաստանում կայանա երկրորդ փուլը, Չինաստանում որ մտա 1/4 նոր Տաշկենտում եզրափակիչ փուլը կայանա։ Պատրաստվում ենք, բայց մեր հիմնական նպատակը մեր Եվրոպայի առաջնությունն է, այս տարվա սեպտեմբեր ամսին փոխվել է քաշային կարգերը ավելի շատ, 13 քաշային կարգը դարել է 10 քաշային կարգ, մեզի ավելի շատ պետք է ամեն բռնցքամարտիկ յա քաշային կարգում դրանա յա տեղը գտնի։ Մի քանի մրցաշարերի մասնակցելուց հետո բռնցքամարտիկները կկարողանան հաստատվել նոր քաշային կարգերում։ Նաև դա էր պատճառը, որ այդքան էլ լավ չմասնակցեցին Ստրանջայի մրցաշարին։ Այնտեղ միակ մեդալը նվաճեց Անուշ Գրիգորյանը, ով կանգնեց պատվոհարթակի 3-րդ աստիճանին։ Ապրիլի 14-ին մարզուհու տարեդարձն էր, ինչի առիթով նա այսպիսի երազանք է պահել։ Այս անգամ տարեդարձը մի քիչ այլ է ինձ համար, շատ ավելի շատ սպասել եմ, որովհետև ընկերոջս համար եմ երազանք պահել, ու Գյուրջան Լիաննայի համար եմ երազանք պահել, չգիտեմ, մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի, հուսով եմ, որ այդ երազանքս իրականություն կդառնա։ Աշխարհի գավաթի առաջին փուլն ավարտվելու է ապրիլի 26-ին։ Այն հաջող հաղթահարելու դեպքում բռնցքամարտիկները հունիսի 15-ից 20-ը չինական Գոյանում պայքարելու են 1/8 եզրափակչում։